Արդեն գարնանամուտ է ու շուտով կսկսվի գարնանացանը։ Առաջին սերմը, որը կհանձնվի հողին, դա գարին է ու վարսակը։ Մեր քաղաքում արդեն կենտրոնական փողոցում կարելի է նկատել վաճառականների, ովքեր վաճառում են հացահատիկայիններ։ Ինչ արժի այս տարի գարին ու վարսակը, հարցազրույց ունեցան Կորոջալարի բնակչի հետ։ Ուրեմն արդեն սկսվել է գարնանացանը, արդեն կսկսվի, քանի որ այս տարի շատ շուտ սկսվեց, տաքություններ են գնել հողի մեջ։ Իմ կարծիքով մինչև ապրիլի կեսերը որոշ մարդիկ կարան արդեն սկսեն գարնանացանը։ Իսկ ինչ վերաբերվում է վարսակի եւ գարու համեմատած աշնան հետ գաները շատ թանկ են, որովհետեւ աշունքը կրնայր առնե 60 կապեկով, 80 կապեկով, հիմա արդեն լարի 20, լարի 30 գարին ու վարսակը։ Վերնորսենք հեչ ծերնդու չէ գյուղացուն համար, քանի որ գյուղացին իր ապրանքը չի կարող վաճառել համեմատ լավ գաներով, բայց երբ ուզե ինչ-որ մի բան վերցնել, թանկ գանով կվերցնե։ Բնականաբար դուժվի իհարկե նույնպես գյուղացին։ Նաև կարտոֆիլի գինն արդեն թանկնա, որը շատ վատ կանդրադառնա ժողովրդի վրա։ Բայց թե ինչ արա, ստիպված ժողովուրդը պետք է իր գարնանացան անի, իր ապրուստը հայթաթի, քանի որ ձմերը դրա հույսով են։ Գարի, ցորեն, վարսակ։ Չգիտեմ ինչ ասեմ, լավ կլիներ, որ մի քիչ ցածր գաներով լիներ, գոնե 90 թեթրի լիներ, որպեսզի բոլորին էլ հարմար լիներ։ Կան ընտանիք, որ ընդհանրապես փողի կարիք շատ ունեն ու իրենց համար դա շատ մեծ թիվ է, լարի 20-ը, որ պետք է գարին գնեն ու ցանեն։ Լավ կլիներ համայնական գոնե մի քիչ էժանացնեին, թե կարտոֆիլի գինը, թե ասենք կարտոֆիլի գինը բնականաբար ժողովուրդը էժան կծախե, բայց հիմա արդեն սերմը ժողովրդին վրա թանկ կծախեն։ Բայց լավ կլիներ գոնե գարին ու վարսակը համեմատած աշնան գաներուն հետ 90 կապեկ լիներ։ Վերնոր շատ կարևոր է յուրաքանչյուր բնակչի համար։